Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, ասել էի ու մեկնարկում է հերթական խաղային շաբաթը եւ այսօր նախատեսված է մեկ հանդիպում Ատալանտայի եւ Բյուրականի միջև ներկայացնեմ թիմերի հայտարարությունները այս հանդիպման համար։ Ատալանտայի դարպասը պաշտպանում է Արման Գասպարյանը համար 1, Անդրանիկ Ադամյան 5, Արամայիս Գրիգորյան 3, Մաքսիմ Սարգսյան 55, Վանիկ Ղազարյան 22, Էդգար Գևորգյան 66, Վարդան Կոշկարյան 77, Վարդան Հովանեսյան 21, Վանիկ Պետրոսյան 7, Էրիկ Սարիբեկյան 9 եւ Ռոբերտ Գալոյան համար 17, Արմեն Մադեյանը Ատալանտայի գլխավոր մարզիչն է։ Գագիկ Մարտիրոսյան 12, Սուրեն Արսենյան 5, Սմբատ Եղիազարյան 4, Վաղինակ Զաքարյան 7, Ավետիս Ավակյան 11, Հայկ Խաչատրյան 20, Գարիկ Խաչատրյան 23 եւ Արման Բադալյան համար 10, սա էլ արդեն Բյուրականի հայտարարությունն է այս հանդիպման համար։ Ընդամենը 30 վայրկյան անցել հանդիպման մեկնարկից, իհարկե այս թիմերը մեզ հայտնի են իրենց կրակոտ ֆուտբոլով, Ատալանտան էլ բարձր տեղերի համար է պայքարում եւ միանշանակ կարելի է ասել, որ չեմպիոնության համար է պայքարում Ատալանտան եւ այդ ճանապարհին իհարկե պետք է արդեն առանց պարտությունների եւ միավորների կորստի շարժվել առաջ, քանի որ որոշիչ հատվածն է արդեն ասել եմ Ղազարյան բարձրից փոխանցում չարձագանքեցին խաղանկերները, Ատալանտան հայտնի է իհարկե ստանդարտների լավ իրացումով եւ մենք բազմիցս տեսել ենք թե ինչպես է Ատալանտան դա անում, բայց այստեղ արդեն ուժեղ ստացվեց փոխանցում Արսենյան, փոխանցում դեպի Խաչատրյան Աչեզար եւ Բյուրականը գրոհ է ձեռնարկում, տեսնենք Ղազարյանը կորցրեցին գնդակ ամեն դեպքում Բյուրականի ֆուտբոլիստները եւ Մաքսիմ Սարգսյանն է Աչեզրում պատ փորձեցին խաղարկել, Սարգսյանը մնում է գնդակով Աչեզրում Ղազարյան փորձեց հարվածել, չստացվեց եւ կորցնում է գնդակը Ատալանտան, սա հնարավորություն է Բյուրականի համար ամեն դեպքում Ավակյանի մոտ այստեղ ստացվեց զարգացնել, հակագրողը գնդակը մնալու է Բյուրականի ֆուտբոլիստների մոտ Հովանեսյանը պրեսինգի է եկել Ավակյանի հետ գնդակի համար պայքարում է եւ Զաքարյանը փոխանցում է Աչեզր Ավակյան դեպի Բադալյանը չստացվեց Կոշկարյանը խլում է գնդակը շրջանցեց մեկ մրցակցի եւ գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստներն են խաղի մեջ մտցնում Ղազարյանը հետ փոխանցում կատարեց Գրիգորյանին, Ադամյան, Ղազարյան եւ նորից Գրիգորյան գրորում է գնդակը Ատալանտան պաշտպանությունում փորձում են արչեվում տարբերակներ մտածել Կոշկարյան Զախեզրում ընդունեց գնդակը շատ ճկուն ֆուտբոլիստ է իհարկե Կոշկարյանը մրցակիցների հետ պայքարում հաճախ է կարողանում ազատվել եւ հաճախ գոլեր է խփում իհարկե ուժեղ փոխանցում դեպի Հովանեսյանը վերջինս կրծքով իջեցրեց գնդակը եւ գլորում է Ղազարյանի ուղությամբ այստեղ կարի իհարկե խաղի կանոնների խախտում թիկունքից աշխատեցին Ատալանտայի 22 համարի հետ պայքարում եւ այստեղ արձանագրում է խաղի կանոնների խախտում մրցավարը եւ տեսնենք ինչպես է իրացնելու Ադամյանը գնդակի մոտ է փորձի իհարկե հաջող գտնվել տեսնենք Կամրցավարի սուլիչ Ադամյան արվածում է եւ բացում հանդիպման հաշիվը այսպես Ատալանտան ընդամենը 4 րոպե անց հանդիպման մեկնարկից խփում է այս խաղի առաջին գոլը Ադամյանի ստանդարտը իրացումը շատ հաջող էր այնտեղ հնարավոր է ֆուտբոլիստներից որևէ մեկը շեղեց գնդակի ուղղությունը բայց դա իհարկե այդքան կարևոր չէ որքան այս գոլը որը Ատալանտան խփում է շատ կարճ ժամանակահատվածում այո ես Ռեպորտաժի սկզբում արդեն նշեցի Ատալանտայի ցանկությունների մասին այս մրցաշարում եւ բնականաբար նրանք փորձելու են ամեն խաղում միավոր վաստակել ինչ է կատարվում հանդիպման հաշիվը դառնում է 2-0 Հովանեսյանը շատ պարզ իրավիճակում կարողանում է շատ ճկուն գործել եւ խփում է արդեն երկրորդ գնդակ այս հանդիպման որքան արագ Ատալանտան հաստատում է իհարկե
այն միտքը, որ այսօր 3 միավոր կվերցնի, իհարկե այստեղ Հովանեսյանը իսկական արձակվողի պես գործեց, իհարկե ինչպես պետք է անել, աննշան հնարավորությունից կարողացավ օգտվել եւ խփում է երկրորդ գնդակ այս հանդիպման։ Գնդակը Բյուրականի ֆուտբոլիստների մոտ է Բադալյան փոխանցում դեպի Արսենյանը, վերջինս ուժեղ հարված է կատարում առաջ եւ մենք կտեսնենք եզրային նետում։ Այո, Ատալանտան նաեւ խաղեր են եղել, որտեղ անակնկալ կերպով է օրինակ միավորներ կորցրել, բայց եղել են խաղեր իհարկե, որտեղ Ատալանտան արել է առավելագույնը, միջև վերջ պայքարել է, բայց իհարկե դժվար է լինելու Պարմա, Ռիչմոնդ եւ Ատալանտա այս թիմերն են ամենամոտը, կարելի է ասել միմյանց եւ պայքար են մղում, բայց մենք ունենք թիմեր իհարկե, որոնք եւս լավ արդյունքներ են գրանցում, Ղազարյանի արվածը փակված է եւ հաջող գործեց այստեղ Խաչատրյանը Զաքարյան փոխանցում Մաչիեզեր Խաչատրյանը հասնում է գնդակին եւ հարված դարպասից կլինի այստեղ խփումը այդքան էլ հաջող չստացվեց գրում է Ատալանտան Հովանեսյանն է Մաչիեզերում գնդակով եւ այստեղ Զաքարյանն է փակում գնդակի ճանապարհը եւ կլինի հարված դարպասից Փորձում է Բյուրականը կորցրածը հետ բերել Բադալյանն է հիմա գնդակով, տեսնենք դաշտի գրեթե կարելի ասել կենտրոնից հարվածեց, բայց այստեղ դարպասապա Գասպարյանը խնդիրներ չունեցավ Կոշկարյան դեպի պաշտպանության կենտրոն եւ Ատալանտան գնդակ է գլորում, այո 2 գոլ են խփել եւ դա որոշակի հանգստություն թիմին տալիս է միանշանակ դա հասկանալի է Եվ հիմա փորձում են արդեն գնդակ գլորել ու մրցակցին առաջ քաշել, որպեսզի պաշտպանությունում Բյուրականի ազատ գոտիներ բացվի։ Եվ իհարկե դա կլինի, քանի որ ամեն դեպքում Բյուրականը պարտվում է եւ ստիպված է ուղղակի գալ առաջ, ճնշել Ատալանտայի պաշտպաններին, կիսապաշտպաններին։ Հովանեսյան մտնում է Տուգանային հրապարակ փոխանցում եւ 3-0 Ատալանտան արդեն խոշոր հաշվով է հաղթում, իսկ Հովանեսյանը գոլի կողքին նաեւ գոլային փոխանցում է ավելացնում։ Շատ լավ գործեց, իհարկե շատ հաջող եւ Ատալանտան խփում է այս հանդիպման արդեն 3-րդ գնդակը կարճ ժամանակում։ Իսկապես հաջող գործեցին Ատալանտայի ֆուտբոլիստները եւ իհարկե դժվար իրավիճակում է հայտնվում Բյուրականը, հասկանալի է, իհարկե պետք է փորձել, միևնույն է Բյուրականը չի հանձնվելու, մենք տեսել ենք բազմիցս ինչպես է Բյուրականը արձագանքում եւ այստեղ Կոշկարյանը խլեց գնդակը, Հովանեսյանը արվոց եւ դարպասապան է փրկում եւս մեկ հարված, Հովանեսյանը այստեղ կգրավի դարպասն, իհարկե որքան արդյունավետ է Հովանեսյանը ընդամենը նույնիսկ 9 րոպե չէ, 8 րոպեի ընթացքում նա առավելագույնն է անում 2 գոլ եւ գոլային փոխանցում եւ 4-0 է արդեն հանդիպման հաշիվը Սա միանշանակ իհարկե հաղթանակի նման է, բայց դեռ չպետք է շտապել մենք բազմիցս տեսել ենք իհարկե ինչեր են լինում այնպես որ սպասենք
Եվ տեսնենք Բյուրականը ինչպես է արձագանքելու, ինչ կստացվի, իհարկե ամեն դեպքում փորձելու են, այնպես չէ որ պետք է ձեռքերը ծալած նստեն եւ Զաքարյանը հիմա կատարում է արված, որը շեղ ստացվեց Ատալանտայի ֆուտբոլիստները ամեն դեպքում ճնշում էին մրցակցին եւ հնարավոր է Բյուրականը որևէ բան կարողանա անել արդեն այս ստանդարտի օգնությամբ մրցավարը այստեղ իհարկե տեսել էր խաղի կանոնների խախտում եւ Բադալյանն է գնդակի մոտ Բադալյանից իհարկե սպասելիքները մեծ են նա իսկապես անակնկալ կարող է բերել բայց ամեն դեպքում Զաքարյանը կարողացի կատարողները մի քանիսն են Բյուրականում Արսենյանն էլ լավ արվածներ կատարում է իշենք դաշտի կենտրոնից ինչ գոլ խփեց Արարատին այնպես որ հիմա Զաքարյանի երթն է կատարում է արված եւ խնդրեմ Մաքսիմ Սարգսյանն է հեռացնում գնդակը եթե չպարզեր ոտքը չեն կարող ասել իհարկե Գասպարյանը կհեռացներ թե ոչ գնդակը ամեն դեպքում Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ բայց այստեղ չհասավ գնդակին Սարիբեկյանը ամեն դեպքում ստանդարտ է նշանակել գլխավոր մրցավար ու տեսնենք ինչպես կիրացնեն Ատալանտայի ֆուտբոլիստները այնպիսի տպավորություն է որ ամեն գրոց հանկանում են գոլով եզրափակել Ատալանտայի ֆուտբոլիստները շատ ինտենսիվ են գնում դեպի մրցակիցը եւ տեսնենք ինչպես կստացվի արդեն 4 գնդակ իհարկե սա կրկնակի է ոգևորում ֆուտբոլիստներին կան այնպիսի խաղեր իհարկե երբ ամեն ինչ ստացվում է եւ կարծում եմ սա հենց այդ խաղերից է երբ Ատալանտայի մոտ մեծամասամբ ամեն ինչ ստացվում է ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչպես կստացվի Ղազարյանն է արվածելու կարծես թե այո արվածում է պատը հետ մղեց չստացվեց իրացնել ինչպես Ադամյանը եւ գնդակով Պետրոսյանն է բաց թողեց գնդակը Սարիբեկյան Մաքսիմ Սարգսյան կատարում է արված եւ քիչ էր մնում հերթական գոլը տեսնենք այո Ատալանտայում հերվից արվածողներ շատ ֆուտբոլիստներ կան եւ իհարկե որակը շատ բարձր է Մաքսիմ Սարգսյանը Կոշկարյանը Պետրոսյանը Սարիբեկյանը Ղազարյանը բոլորն էլ կարողանում են հերվից հրաշալի արվածներ կատարել իհարկե կան էլի ֆուտբոլիստներ բոլորին հիմա չեմ հիշի իհարկե բայց Ատալանտան այդ հարցում իհարկե ունի կատարող ֆուտբոլիստներ եւ իհարկե այդ հերվից հարվածների լավ որակը պետք է գալիս իհարկե այնպիսի խաղերում որտեղ ծանր են դասավորվում իրադարձությունները դժվար է լինում Բադալյան փոխանցում դեպի ձախ եզր Զաքարյանն է այնտեղ Բադալյան լավ անցում էր եւ գնդակը դարպասում է այստեղ Բադալյանը չէր ներողություն Բյուրականից եթե չեմ սխալվում Խաչատրյանն էր հիմա կտեսնենք Կրճատում է Բյուրականը հանդիպման արշիվը շատ գեղեցիկ գոլեր իհարկե 4-1 է հանդիպման արշիվը եւ գլորում են Ատալանտայի ֆուտբոլիստները մեկ գնդակ ամեն դեպքում կարողացավ Բյուրականը հետ բերել եւ դեռ բավականին ժամանակ կա իհարկե այս հանդիպման համար այնպես որ պետք է սպասենք Ադամյան Մաքսիմ Սարգսյանն է աչքի եզրում գնդակով Զաքարյան փոխանցում դեպի ձախ եզր Վանիկ Պետրոսյանն է այստեղ Զաքարյան նորից Պետրոսյան մնաց գնդակով եւ այստեղ արդեն Ավակյանն է միջև վերջ փորձեց պայքարել Վանիկ Պետրոսյանը եւ եզրային նետում կլինի Եվ չկարողացավ Զաքարյանը տանել գնդակը Բյուրականի ֆուտբոլիստներն են գլորում եւ եզրային նետում կլինի Ավակյան գնդակը խաղի մեջ է Բադալյան փորձեց սառաջ ուղարկել եւ Մաքսիմ Սարգսյանն է այստեղ հաջող գործում Կոշկարյանն է ձախ եզրում փոխանցում դեպի աջ եզր որքան հաջող խաղարկում է Ատալանտայի կողմից Ղազարյան բայց մի փոքր առաջ թողեց գնդակը եթե ավելի թույլ հպում կատարեր գնդակին ապա հիմա կստացվեր իհարկե որևէ վտանգավոր բան ստեղծել մրցակցի դարպասին Կոշկարյան գրոյի երթը արդեն Ատալանտայինն է լավ փոխանցում էր բայց Ղազարյանը պայել գնդակ այստեղ չկարողացավ
Այո, ինտենսիվությունը Ատալանտայի գրոների նվազել է, հաշվի առնենք այն հանգամանքը իհարկե, որ խաղի սկզբնամասում կարողացան արագ գոլ խփել, դա իհարկե փոքր-ինչ հանգստություն տալիս է եւ արդեն բյուրականն է սկսել ինտենսիվ գործելը եւ այդ դրա հաշվին կարողացան արդեն 1 գնդակ խփել։ Հերթական փորձը Ատալանտայի կողմից Սարիբեկյան, Կոշկարյան եւ ինչ գոլ է խփում Կոշկարյանը, անհավանական գնդակ ուղղակի։ Սա կարծում եմ մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկն էր, եթե ոչ ամենագեղեցիկը, իհարկե տեսակով տարբերվող եւ սա ինչ էր իհարկե Կոշկարյանից մի թե հնարավոր է այսքան տարբերվող հարված կատարել եւ այսքան արդյունավետ իհարկե Բացի դրանից, բացի հարվածից ու գոլի հանգամանքից այնտեղ նաև հորիզոնական դարպասաձող, գեղեցիկ անդրադարձ եւ այստեղ իհարկե էական չէ հաշիվը ինչ է դառնում, էական գեղեցիկ գոլներ, որը մենք տեսանք եւ նորից եմ կրկնում, սա կարող է հավակնել ամսվա մրցաշրջանի, նույնիսկ կարելի այդպես էլ ասել լավագույն գոլին։ Էդգար Գևորգյանն է ձախ եզրում, գլորում է գնդակը դեպի Վանիկ Պետրոսյանը, դեպի աջ եզր եւ Ատալանտայի ֆուտբոլիստներն են գրովում, բարձրից փոխանցում, հարված կլինի բյուրականի դարպասից։ Մարտիրոսյան ուժեղ հարված առաջ, այստեղ է Ատալանտայի խաղացողը եւ սխալվեց այդ փոխանցում կատարելիս, Զաքարյան որոշում է միանգամից արվածել, հետաքրքիր է ինչու այսպես որոշեց Զաքարյանը, չէ որ առջևում ազատություն կար, ամեն դեպքում դարպասապահ հեշտությամբ վերցրեց գնդակ, իսկ այստեղ կա խաղի կանոնների խախտում Վանիկ Պետրոսյանի հետ պայքարում։ Այո, շատ գոլառատ հանդիպում է, արդեն 6 գնդակ, ընդամենը 17 րոպե է անցել հանդիպման մեկնարկից։ Մաքսիմ Սարգսյանն է իրացնելու այս ստանդարտը, տեսնենք ինչպես կստացվի։ Հեռացված է գնդակը, եւս մեկ փոխանցում, Սարիբեկյան, հարված եւ ստացվեց Սարիբեկյանի մոտ առայժմ նա այսօր արդյունավետ չի եղել, իհարկե Ատալանտայի երկու ռմբարկուներին մենք գիտենք Վանիկ Պետրոսյանը եւ Էրիկ Սարիբեկյանը, բայց առայժմ նրանք գոլեր չեն խփում, ընդհանուր առմամբ իհարկե ընդգծված ռմբարկուներ չեն, քանի որ Ատալանտայում նույնիսկ պաշտպաններն են գոլեր խփում, Մաքսիմ Սարգսյան օրինակ եւս հաճախ է գոլեր խփում եւ մնացած դիրքի ֆուտբոլիստներն էլ, այնպես որ ավելի շատ պետք է ասել, որ ռմբարկու չկա, ընդգծված, բոլորն էլ աշխատում են, նույնիսկ խաղեր են եղել, նորից եմ նշում, որտեղ պաշտպաններն են որոշիչ խոսք ասել։ Պետրոսյանի փոխանցումը չստացվեց, Բադալյանը գնում է առաջ, Մաքսիմ Սարգսյանն է դիմավորել մրցակցին եւ ձախ ոտքով ստացվեց Բադալյանի արվածը։ Պետրոսյան հարված է ցերվից, պաշտպանն է փակում, Գևորգյան փորձում է խլել գնդակը եւ այստեղ Արսենյանն է աջակցում խաղանկերոջը եւ տարավ գնդակը բյուրականի ինքամարը Բադալյանին գտավ։ Տեսնենք ինչ է մտածել։ Բադալյանը ամեն դեպքում կորցրեց ու միանգամից խլեց գնդակը։ Եվ եզրային նետում են իրացնում բյուրականի ֆուտբոլիստները։ Խաչատրյան, Բադալյան դեպի Տուգանային հրապարակ, Զաքարյան կրնկով փորձեց գտնել խաղանկերոջը, չստացվեց ու Գրիգորյանը չի պահում գնդակը դաշտի սահմաններում։ Ոչ, այստեղ Ռոբերտ Գալոյանն էր։ Նա չկարողացավ պահել գնդակը եւ եզրային նետում կլինի Բադալյան, Արսենյան դեպի
Տուգանային եւ դարպասապ Արման Գասպարյանն է վերցնում գնդակը Մաքսիմ Սարգսյան Հովանիսյան ուղարկեց գնդակը Աչիեզր եւ տեսնենք ինչպես է Ատալանտան գրոհում Հովանիսյան ընդունելու է գնդակը ստացվի արվածել թե ոչ թողնում է Խաղանկերոջը Գևորգյան Պետրոսյան տարբերակներ է փնտրում Անիկ Պետրոսյանը եւ կատարում լավ փոխանցում վտանգավոր էր Սարիբեկյանն էր այստեղ միացել թիմի գրոյին Տուգանային հրապարակում միայն նա էր փորձեց խանգարել բյուրականի դարպասապային եւ նաեւ գոլ խփել բայց չստացվեց այս իրավիճակում Արսենյան ուժեղ փոխանցում առաջ Բադալյան Աչիեզրում է Բադալյանը տեսնենք ինչ է մտածել կատարում է արված բայց բարձր ստացվեց այո չի կորցնում պահը Բադալյանը տարբեր իրավիճակներում փորձում է առավելագույնն անել գործը արվածին հասցնել եւ տեսնենք Սարիբեկյան Հովանիսյան Բարձրից փոխանցում եւ չի ստացվում այստեղ Արսենյան դեպի Ավակյանը Պետրոսյան երվից արված եւ գոլ է խփում Վանիկ Պետրոսյանը շատ լավ հարված կատարեց հերթական արդյունավետ գործողությունը ընդամենը 3 րոպե առաջին խաղակեսի ավարտին Եվ կլորում են գնդակը բյուրականի ֆուտբոլիստները Ավակյան դեպի Բադալյանը ուժեղ փոխանցում կատարեց վերջինս առաջ Հովանիսյան եւ Արսենյանն հեռացնում չստացվեց հեռու ուղարկել գնդակը Սարիբեկյան փոխանցում Աչիեզր Պետրոսյան բարձրացնում է գնդակ Հովանիսյան եւ հերթական գոլն եք տեսնում այս խաղում Ատալանտան առաջին խաղակեսում վերջնական իհարկե հաստատում է որ կախտի այստեղ որքան էլ հավատանք իհարկե բյուրականի ուժերին պարզ է որ հնարավոր չէ Ատալանտային այդքան գոլ խփել է հատկապես երբ ընդամենը մեկ խաղակես է ունենալու իր առջևում բյուրականը այնպես որ Հովանիսյանը այսօր ինչպես ասում են MVP-ն է հանդիպման շատ արդյունավետ է արդեն կորցրեցի վիճակագրությունը նրա այս խաղում Շատ գոլեր խփեց Ադամյան գլորում է գնդակը Պետրոսյանին Սարիբեկյան դեպի Աչիեզր փորձեց ուղարկել գնդակը չստացվեց ու հյուրականն է պատասխանում մրցակցին տեսնենք ինչպես կստացվի կլինի արված դարպասին թե ոչ այստեղ հաջող են պաշտպանվում Ատալանտայի ֆուտբոլիստները առանց խնդիրների Պետրոսյան թողնում է գնդակը Սարիբեկյանին եւ Ավակյանը արձագանքեց փորձում է առաջ շարժվել Գևորգյան խլեց գնդակը շրջանցեց մրցակցին բայց դարպասապան է հեռացնում ճիշտ է ոչ շատ հեռու բայց ամեն դեպքում հաջող փոխանցում ստացվեց Մարտիրոսյանի կողմից Բադալյանն է Աչիեզրում չմտածել Բադալյանը եւ նորից գործը արվածին հասցնում է բայց ամեն դեպքում ամենալավ հարվածը չէր իհարկե որ կատարեց Բադալյանը դիպուկ չստացվեց եւ Գասպարյանը գործի մեջ չմտավ Հովանիսյան եւ ուժեղ է ստացվում այս փոխանցումը հաշված վարքյաններ մնացին եւ կավարտվի
առաջին խաղակեսը։ Շարունակում ենք հետևել Ատալանտա բյուրական հանդիպմանը, երկրորդ խաղակեսը մեկնարկել է եւ Ատալանտան առաջին խաղակեսում խփած գոլերի քանակի օգնությամբ կարելի է ասել լուրջ առավելություն ունի։ Եվ պետք է նշել նաեւ, որ մեծ հաշվով 3 միավորի համար շատ լուրջ քայլ է արել Ատալանտան, այս թիմը պայքարում է չեմպիոնության համար եւ այդ պայքարի մեջ է նաեւ Պարման ու Ռիչմոնդը առաջատարն է ընդամենը 1 պարտություն ընթացիկ մրցաշրջանում, մի խոսքով դա արդեն մնացած թիմերի հետ կապված է հիմա, տեսնենք Հովանեսյանի փոխանցումը, որը գնաց ու ասա միջև ձախ եզր, բայց Ղազարյանն դժգոհ է, այստեղ ուժեղ էր փոխանցումը, առաջին խաղակեսում մենք շքեղ գոլ տեսանք Օշկարյանի կողմից, այն ինչ որ արեց Ատալանտայի ֆուտբոլիստը դուրս է, այսպես ցանկացած նորմալ երևույթից այնպիսի հարված էր իհարկե, որը չես կարող ուղղակի կատարել, եթե նույնիսկ շատ տրամադրվես, եւ ես հակված եմ, որ այդ գոլը մրցաշրջանի լավագույնին կարող է հավակնել, իսկապես տարբերվող գոլ էր, այնպիսի հարված իհարկե, որ ինչպես ասում են ամեն օր չես տեսնի, եւ տեսնենք Սարգսյան փոխանցում աչ եզր Հովանեսյան վտանգավոր է եւ Վանիկ Պետրոսյանն է արվածում, որը բարձր ստացվեց։ Լավ հնարավորություն էր, ամեն դեպքում չստացվեց։ Եվ գնդակը խաղի մեջ կմտցնեն բյուրականի ֆուտբոլիստները։ Դեպի Բադալյանը փոխանցում չստացվեց եւ մենք եզրային նետում կտեսնենք։ Գրիգորյանը փակում էր Բադալյանի ճանապարհը եւ գնդակը մտցնում է խաղի մեջ Անդրանիկ Ադամյան։ Մաքսիմ Սարգսյանը տիրեց գնդակին եւ հիմա ձախ եզրում է։ Խաղում է Գևորգյանի հետ Վանիկ Պետրոսյան, Մաքսիմ Սարգսյան եւ նորից Վանիկ Պետրոսյան։ Ատալանտայի ֆուտբոլիստները տեղաշարժում են գնդակը։ Մի փոքր կարելի է նաեւ մրցաշարային աղյուսակի մասին խոսել, միջև այս խաղը Ատալանտան երկրորդ տեղում է 43 միավորով, հիմա հետևենք այս գրոյին Ղազարյան եւ հեռացված է գնդակը, 2 խաղ պակաս է անցկացրել Ատալանտան Ռիչմոնդից եւ եթե հաղթում է 2 խաղերում այս խաղում եւ եւս մեկ հանդիպում է անցկացնում ու հաղթանակ է տոնում, ապա 1 միավորի տարբերությամբ է այդ դեպքում զիջելու Ռիչմոնդին եւ իհարկե սա լուրջ չեմպիոնական պայքար է, մրցավազք է, երրորդ տեղում էլ Պարման է, որը 17 խաղից հետո 40 միավոր ունի, 3 միավոր ընդամենը զիջում Ատալանտային, այսինքն ասել ենք մի փուլի, որտեղ 4-րդ տեղում գտնվող Ռեալ Արմին եւս մոտ է առաջատարներին եւ ես առաջին խաղակեսում 3 թիմի անուն տվեցի, բայց իհարկե Ռեալ Արմինին էլ պետք չէ այս ցուցակից անել։ Լուրջ մրցավազք է, պայքար, որտեղ օրինակ Ռիչմոնդի սայթակելու դեպքում թիկունքից եկող թիմերը կարող են զգալիորեն մոտենալ մրցակցին, այնպես որ այսպիսի բան իհարկե հաճախ չի լինում, երբ արդեն վերջնամասում առաջնության 4 թիմ պայքարի մեջ է եւ գնում է չեմպիոնության։ Իհարկե այս բանին նորից նշեմ եւ ավարտենք այս թեման, որ ամենամոտը Ռիչմոնդն է, բնականաբար հաշվի առնելով միավորների պաշարը։ Հարված կլինի Գասպարյանի դարպասից, բյուրականը փորձեր ձեռնարկում է, իհարկե ամեն ինչ անելու են բյուրականի ֆուտբոլիստները, չեն ուսահատվել եւ տեսնենք այդ արդյունքում ինչ կլինի։ Իհարկե մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք տեսնելու, դա հաստատ Զաքարյանը պայքարում է գնդակի համար, իսկ Մաքսիմ Սարգսյանը աջող գործեց, հարված եւ դարպասապան է հեռացնում։ Շատ բարդ գնդակ անեց բյուրականի դարպասապա Պետրոսյանը հերթական հնարավորությունը ուներ եւ նպաստավոր դիրքից լավ արված կատարեց, բայց դարպասապա փրկում է դրությունը։ Գնդակը հայտնվում է ձախ եզրում, վտանգավոր է, հեռացված է, Արսենյանը հաջող գործեց եւ ձախ եզրից անկյունային կլինի։ Պետրոսյան պահում է գնդակը Ատալանտայի մոտ, նորից Պետրոսյան ձախ եզրում է, Անդրանիկ Ադամյանից ստացավ փոխանցում եւ գնդակը տեղափոխում է աչ եզր։ Ղազարյան եւ դեպի դարպասապա Գասպարյանը
Եվ այստեղ չստացվեց Ատալանտայի ֆուտբոլիստի փոխանցումը Բադալյան։ Եվ անկյունենք տեսնենք Գևորգյանից գնդակը դուրս եկավ։ Տեսնենք թե Բադալյանը ինչպես է իրացնում։ Ղազարյանը աչքի եզրում է, Ղազարյանը տեղափոխում է գնդակը, ձախ եզր Գևորգյան, չկա այստեղ ոչինչ, պետք է շարունակել, եզրային նետում Մաքսիմ Սարգսյանը ընդունեց գնդակը, Տուգանային հրապարակում է և շատ հաջող սահանգում Արսենյանից, Խաչատրյան, Եվ դադար է վերցնում մրցավարը, ուսանք վնասվածք չկա։ Եվ Տարպասապա Գասպարյանը փոխանցում է ձախ եզր։ Այստեղ Ատալանտան ճնշման է հանդիպում մրցակցի կողմից, բայց առանց խնդիրների ստացվեց ազատվել գնդակից։ Մաքսիմ Սարգսյան փոխանցում դեպի աջ եզր Գրիգորյան, Հովանեսյանն է աջ եզրում, մնում է գնդակով, շատ արդյունավետ խաղ է անցկացնում Հովանեսյանը, անձնական տեսանկյունից իհարկե շատ լավ է Հովանեսյանի համար, այս գոլերը նոր մարզավիճակի դուրս կբերեն իհարկե Ատալանտայի ֆուտբոլիստին, նաև ասիստ կատարեց առաջին խաղակեսում, իհարկե ֆուտբոլասերները շատ լավ հասկանում են, որքան կարևոր է ֆուտբոլիստի համար գոլերը, գոլային փոխանցումները, երբ երկար ժամանակ երաշտ է լինում եւ արդյունավետ լինելուց հետո արդեն որևէ խաղում նոր կետ է, որից հետո ֆուտբոլիստը սկսում է ավելի լավ գործել։ Դա իհարկե իրականություն է։ Ղազարյան կորցրեցին գնդակը, փորձում է Ուրականը չստացվեց Մաքսիմ Սարգսյան, լավ փոխանցում էր, լավ համագործակցություն էր, իսկ գնդակը ցանցում է Ատալանտան, խփում է 7-րդ գնդակը այս խաղում, Մաքսիմ Սարգսյանը հաջող գործեց եւ ընդհանուր առմամբ Ատալանտան եւ ստացվում է հաջողության հասնել, միջևերջ պայքարեց Ուրականը այս դրվագում, բայց չստացվեց անառիկ պայել դարպասը եւ մենք գոլ ենք տեսնում Բադալյանը գնդակը մտցնում է խաղի մեջ եւ ուժեղ փոխանցում առաջ այստեղ Ադամյանն էր թույլ չտվեց մրցակցին Գասպարյան դեպի Ադամյանը Մաքսիմ Սարգսյան դեպի ձախ եզր Գևորգյան Պետրոսյանն է Սարգսյանի ստանում փոխանցումը եւ տեսնենք ինչ է մտածել դեպի Հովանեսյանը, բայց գնդակերաստում են Բյուրականի ֆուտբոլիստները Արամեիս Գրիգորյանը։ Գնդակը տեղափոխում է Ադամյանին, ձախ եզր եւ այստեղ համար պայքար է գնդակի համար։ Որտեղ Գարիկ Խաչատրյանը տանել գնդակը մրցակցից, ամեն դեպքում Ատալանտայի ֆուտբոլիստներն են նորից գրոյի անցել Հովանեսյան Պետրոսյան դեպի աջ եզր, Գրիգորյան, Ղազարյանին է թողնում գնդակը, Վանիկ Պետրոսյան, որքան հրաշալի կոմբինացիա էր և գնդակի ճանապարհին է կանգնում Սմբատ Եղիազարյանը, այստեղ շատ վտանգավոր, նույնքան հաճելի կոմբինացիա էր իհարկե, բայց ամեն դեպքում չստացվեց։ Փոխանցում ենք տեսնում, մարվածը չստացվեց, փորձում է արագ հակագրոյի գնալ Բյուրականը եւ Հովանեսյանն է պաշտպանվում։ Կա այստեղ
խախտում։ Նաև տեղին քարտ տեսանք։ Ու ստանդարտ տեսնենք Ատալանտան ինչպես է իրացնում։ Ձախ եզրից իհարկե վտանգավոր կլինի։ Կա փոխանցում, հեռացված է գնդակը, Գևորգյան, Ադամյան, ձախ եզրում է, հեռվից հարված եւ անկյունը ինք տեսնենք։ Սարգսյան թողնում է գնդակը Ադամյանին, հեռու է տարածությունը, Ղազարյան աչքի եզրում է, Ղազարյան դեպի ձախ եզր, Պետրոսյան կփորձի հասնել գնդակին, Վանիկ Պետրոսյանը այդպես էլ անում է, Մաքսիմ Սարգսյան, Հերթական փորձ Ատալանտայից, որքան երկար են գնդակ խաղարկում, Ղազարյան մի փոքր ուժեղ էր փոխանցումը եւ Պետրոսյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում, գեղեցիկ հնարքներ էր, դուրս եկավ Տուգանային հրապարակից Պետրոսյանը, տեղափոխեց գնդակը աջ եզր, Ղազարյան եւ երբ է ավարտվելու այս փոխանցումների Շքերթը ինչպես է ավարտելու Ատալանտան, որքան փոխանցումներ են կատարում Ատալանտայի ֆուտբոլիստներ, այս գրոհը դեռ չի ավարտվել իհարկե, Մաքսիմ Սարգսյան, դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը, Գասպարյան, մեկ հպումով Հովանեսյանին դարպասապային էլ, այսպես ճակերտների մեջ ասած ներքաշեցին այս երկար խաղարկումների մեջ, Մաքսիմ Սարգսյան եւ հեռացված է գնդակը Եղիազարյանը թույլ չտվեց արդեն Տուգանային հրապարակում լինել գնդակով կամ առասարակ վտանգավոր լինել։ Եվ երկար մտածում է Ատալանտայի ֆուտբոլիստ ամեն դեպքում գտավ ազատ խաղանքեր եւ Բյուրականը կարող է հակագրոհել, արված ենք տեսնում եւ գնդակը չհայտնվեց դարպասում, շատ վտանգավոր էր, Սարիբեկյանն այստեղ պայքարում էր մրցակցի հետ եւ ինչ է որոշել մրցավարը, միգուցե ստանդարտ եւ այո նույնիսկ դեղին քարտ։ Ամեն դեպքում այստեղ Սարիբեկյանը լրջորեն խանգարեց Եղիազարյանին լավ հարված կատարել եւ մրցավարը ոչ միայն նշանակեց ստանդարտ, այլ նաեւ դեղին քարտ ցույց տվեց Ատալանտայի արձակվողին, բայց Սարիբեկյանը իհարկե մոտեցավ մրցակցին, չէր ցանկանում վնասել, պայքար էր, ամեն դեպքում եղավ այն ինչ որ եղավ ու ստանդարտ Բադալյանը հարվածում է, մի փոքր պետք էր ներքև ուղարկել գնդակ, իհարկե Գասպարյանը ցածկեց ցույց տվեց, որ վերահսկում է իրավիճակը եւ Ատալանտայի կիպերը ներողություն գնդակը փոխանցում է ձախ եզր։ Խորքից փոխանցում առաջ արձագանքում են Բյուրականի ֆուտբոլիստները, Ղազարյան ձախ եզր ուղարկեց գնդակը, հերթական փորձը Ատալանտայի, բայց չստացվեց։ Դարպասապան է գնդակը խաղի մեջ մտցնում։ Բադալյան ուժեղ փոխանցում առաջ, Գրիգորյան, Ղազարյանին է գտնում, բայց մեկ հպումով այս փոխանցումը չստացվեց, ու ամեն դեպքում Ղազարյանը փորձում էր
վերադարձնել գնդակ իր թիմի համար։ Զաքարյան ինչ է մտածել, մնում է գնդակով, իհարկե մրցաշրջանի ավարտն է եւ այն թիմերը, որոնք չեն պայքարում բարձր տեղերի համար, չեմպիոնության համար, մի փոքր ուժ են խնայում հաջորդ մրցաշրջանի համար, արդեն հասկանալի է, իհարկե դա Պետրոսյան, լավն էր փոխանցումը, վերադառնում է գնդակը Պետրոսյանի, Բադալյանն է նահանջել եւ պայքարում, Մաքսիմ Սարգսյան, փոխանցում Աչիեզր, Սարիբեկյան, Պետրոսյան, նորից Սարիբեկյան, ինչ տարբերակներ ունի, Ղազարյանի հետ խաղաց, արված եւ դարպաս Սապա Մարտիրոսյանն է վերցնում գնդակը։ Պանիկ Պետրոսյան Աչիեզրում է, Մաքս Սարգսյանն ընդունում գնդակը, կատարում բարձրից փոխանցում, Մարտիրոսյան հեռացրեց, նորից Սարգսյան, մնում է գնդակով, ինչ տարբերակներ ունի, շատ լավ փոխանցում եւ այսպիսի փոխանցումից հետո պարտավորես իհարկե գոլ խփել։ Ատալանտան հերթական գնդակն է խփում, հերթական անգամ ապացուցում են, որ համագործակցության առումով բարձր մակարդակի վրա են, իհարկե Ատալանտայի ֆուտբոլիստները, խաղացվածությունը միանշանակ բարձր մակարդակի վրա է եւ գեղեցիկ գոլ ենք տեսնում, իհարկե այստեղ Սարգսյանը լավ փոխանցում կատարեց եւ եզրափակումն էլ իր հերթին շատ հաջող ստացվեց։ Հարկեցին բյուրականի ֆուտբոլիստները, փորձում են գրոտ ձեռնարկել, գնդակը պաշտպանության աչիեզրում էր, Ավագյանը միջև վերջ պայքարում է գնդակի համար։ Եվ եզրային նետում Ադամյան, Ղազարյան, գնդակը հայտնվում է Գրիգորյանի մոտ, վտանգավոր է եւ հերթական գոլը գրեթե նույն տրամաբանությամբ, ինչ քիչ առաջ Պետրոսյանը, եթե չեմ սխալվում, հաջող եզրափակեց, այո։ Շատ լավ գրո էր, հերթական հաջողված կոմբինացիան, որի կողքին կանաչ նշան է դնում Ատալանտան, հաջողությամբ եզրափակեցին եւ Բադալյանն է խաղարկում գնդակը դեպի Աչիեզր, պաշտպանները այնքան համառությամբ են միջև վերջ խաղում, իհարկե Ատալանտայի ֆուտբոլիստները, եւ անկյունային է նշանակել մրցավարը, տեսնենք բյուրականը ինչպես կիրացնի։ Կա փոխանցումը, արված չենք տեսնում, գնդակը հայտնվում է ձախ եզրում, Ղազարյան եւ Արաքակագրով Վանիկ Պետրոսյանը լավ հնարավորություն է ստանում, բայց արվածում է բարձր։ Պետրոսյանից չեր իհարկե նա այսպիսի դիրքերից գրեթե անսխալական է, բայց այս անգամ բարձր ստացվեց։ Այո, այսպես լինում է, շատ լավ ազատություն ստացավ եւ միգուցե չէր սպասում, որ նման փոխանցում կստանա։ Բադալյան սկսում է թիմի գրոհը, փոխանցում Զաքարյանին ձախ եզր եւ այստեղ այս փոխանցումն արդեն հաջողությամբ չավարտվեց, Ատալանտան խլել է գնդակը, Սարիբեկյան ինչ է մտածել Սարիբեկյանը, կատարում է փոխանցում ձախ եզր, արված եւ դարպասապա այդ մղեց գնդակը։ Շատ վտանգավոր պայր, մենք կտեսնենք եզրային նետում։ Կոշկարյանը թողեց գնդակը Պետրոսյանին եւ եզրային նետում Ադամյանի փոխանցումից հետո գնդակը հեռացրեցին բյուրականի ֆուտբոլիստները։ Եվ գնդակը բաժին է հասնում Ադամյանին,
Ներողություն, ձախ եզրում է Պետրոսյան, Սարիբեկյան ցանկանում էր հերվից արվածել, բայց այդ հնարավորությունը չտվեցին։ Խլեց գնդակը եւ փորձում է շրջանցել Արսենյանին, չստացվեց։ Ադամյան գնդակը Ատալանտան նորից խլել է մրցակցից, Սարգսյանը ձախ եզրում է, Ադամյան ստանում է փոխանցում, Սարիբեկյան եւ չստացվեց գրավել դարպասը նպաստավոր դիրքից, հիմա էլ արդեն Սարիբեկյանն է վրիպում։ Եվ յուրականն է պատասխանում մրցակցին, գնդակը ձախ եզրում է, Ռոբերտ Գալոյանն է պայքարում և մրցավար անկյունային նշանակեց Վաղինակ Զաքարյանը իր թիմի համար վաստակում է ստանդարտ, տեսնենք ինչպես կիրացնեն։ Դեպի Տուգանային հրապարակ իհարկե կհետևի փոխանցումը կամ կխաղարկեն և դարպասապա Գասպարյանը վերցնում է գնդակը, ուղարկում այն առաջ, միթե գոլային փոխանցում կարող էր կատարել նույնիսկ դարպասապա, Պետրոսյանն է գտնում Սարիբեկյանին և ինչ է այստեղ, չկա ոչինչ, կամ կսպասենք մրցավարը հնարավոր է դիտի այս դրվագը, իհարկե հաշիվ ընդհանրապես կապ չունի իրավիճակը, եթե կա կասկածելի դրվագ, մրցավարը պարտավոր է այն դիտել, բայց այստեղ նախորդ իհարկե ենթադրություններ չանենք, ամեն դեպքում մրցավարը կարող է հստակ արդեն որոշում է կայացրել, որ չկա, պետք է սպասել, Արսենյանը հեռացնում է գնդակ, առանձնապես Ատալանտայի ֆուտբոլիստները չվիճեցին, հնարավոր է այդ դադարը նույնիսկ ազդեր հանդիպման վրա և փոփոխություն ենք տեսնում։ Այո, մրցավարը չի դիտելու դրվագը, ամեն ինչ հստակ տեսել էր հանդիպան մրցավարը և անհրաժեշտություն չի տեսնում նորից դիտելու այդ դրվագը։ Զաքարյան, բայց այստեղ սուլում է մրցավարը։ Գնդակը Բյուրականի ֆուտբոլիստներին է ուժեղ փոխանցում առաջ, Զաքարյան շրջանցեց Գալոյանին, հարված է կատարում, շատ շուտ հարվածեց Բյուրականի 7 համարը և ստացվեց դիպուկ գտնվել։ Գևորգյանը գնդակը կմցնի խաղի մեջ, փոխանցում է այն Մաքսիմ Սարգսյանին, վերջինս դեպի աջ եզր Կոշկարյան, Մաքսիմ Սարգսյան, և Բյուրականի ֆուտբոլիստներն են փորձում, չստացվեց ճիշտ է, ձախ եզրում է գնդակը, Սարիբեկյան, Կոշկարյան, և սա փոխանցում էր անկասկած, բայց չստացվեց գտնել խաղընկերոջը, և Բյուրականի ֆուտբոլիստները փորձեցին դուրս գալ պաշտպանությունից, նորից չստացվեց, այս հաղթանակից հետո ինչպես նշեցի, Ատալանտան լուրջ քայլ կանի և բաց թողած խաղում էլ հաղթելու դեպքում կմոտենա Ռիչմոնդին, իսկ այս ընթացքում Մաքսիմ Սարգսյանը գրավում է մրցակցի դարպասը, խփելով իր թիմի 11-րդ գնդակը։ Շատ հաջող գործեց Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ գրեթե նույն դիրքից գոլային փոխանցում էր կատարել, հիմա էլ արդեն գոլի հեղինակ է դառնում։ Հաջող հարված կատարեց իհարկե, ես բազմիցս խոսել եմ Մաքսիմ Սարգսյանի մասին, ֆուտբոլիստ, որը հաստիքային պաշտպան է իհարկե, բայց և գոլեր, և գոլային փոխանցումներ է կատարում, և դա անում շատ հաճախ իհարկե, ոչ թե նահանջ տարին մեկ, այնպես որ հերթական արդյունավետ գործողությունը Մաքսիմ Սարգսյանից և գնդակը Բյուրականի ֆուտբոլիստները խաղի մեջ կմցնեն։ Շատ քիչ ժամանակ, մոտ 30 վայրկյան և կավարտվի հանդիպման հիմնական ժամանակը, Կոշկարյան, այսօր նա խելացնոր գոլ արդեն խփել է
Եվ այլևս չի ցանկանում իհարկե մեզ այդպիսի ստրեսի ենթարկել։ Նորից կարելի է հիշել այդ գոլն իհարկե։ Եվ շատ անգամներ կարելի է հիշել իհարկե այդ գոլը։ Գալոյան պահում է գնդակը եւ Խաչատրյանը խլեց այստեղ, ձախ եզրում է հնարավոր է Բյուրականի համար պաս ստեղծել, իսկ Գալոյանը չհաշտվեց այն մտքի հետ, որ իրենից գնդակ են խլել ու փորձեց հեռացնել։ Ու ստացվեց հեռացնել գնդակը։ Բարձրից փոխանցում, տեսնում ենք Արված Արսենյանի կողմից։ Եվ վերջ հանդիպումն ավարտված է, Ատալանտան հաղթում է մրցակցին, շնորհակալություն, որ մեզ հետ եք, հաջողություն։